Պարոն Խաչատյան, օրերս երբ հանձնաժողովի նախագահների թեկնածուներ առաջադրվել էին ընտրություններ վարչության նիստում, դուք եւս առաջադրվել էիք Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար, բայց ձեզ չհաջողվեց ձեր թիմակիցների վստահության քվեն ստանալ, ինչ եք կարծում, ինչու։ Դա նորմալ է, հիմա ընտրություններից հետո այդ ինչուները այնքան տեղին չեն։ Վիլենը Գաբրիելյան մեծամասնություն հավաքեց, մեկ ձեն ավել հավաքեց, քան ես, ինչը նորմալ է, դե ընտրություններին գնալիս իհարկե պատրաստ ես լինում եւ առավելագույն ձայների հավաքմանը եւ ավելի քիչ պարտությանը, այսպես ասեմ, նորմալ եմ համարում, դե ընտրություն է, դրա ավելի շատ մարդիկ հակված են, որ Վիլենը հանձնաժողովի քան ես։ Վիրավորվածություն կա թիմից։ Իհարկե ոչ։ Պարոն Խաչատյան, այդ նիստից խոսեցիք, օգոստոսի 2-ին ազգային ժողովի անդրանիկ նիստն է 9-րդ գումարման եւ մինչ այս պահը հայտնի է, որ կաթողիկոսին հրավեր չի ուղարկվել։ Տեղյակ եք, փոփոխություն կա։ Ճիշտ ասած, այդ հարցի վերաբերել որևէ տեղեկություն չունեմ, նույնիսկ կանխատեսում չունեմ։ Բայց ինչ եք կարծում, ձեր կարծիքով կաթողիկոսը պետք է ներկա լինի բացումը անի ազգային ժողովի նիստի։ Տեսեք, կանխատեսումներ չունեմ, նույնիսկ չեմ կարող ասել խնդիրը ոնց կլուծվի, այս պայմանությամբ չեմ կարող լուծել, մեկ երկու օր անց որոշակի դիտարկումներ լինեն, բայց այս բանը չունեմ։ Բայց օրինակ ձեր կուսակցության ղեկավարը օրեր առաջ ասաց, ես Գարեգին երկրորդ անունով կաթողիկոս չեմ ճանաչում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը դա ասաց։ Եվ դա ինչ է ենթադրում։ Դա հենց ենթադրում է, որ ինքը չի ճանաչում, լեգիտիմ չի համարում կաթողիկոսի կաթողիկոսությունը։ Այսինքն, Կդրիշ Ներսիսյանի կաթողիկոսություն, դա է նշանակում։ Այլ որևէ հոգևորական նրա փոխարեն այդ օր ազգային ժողով գալու է, թե չէ։ Չեմ կարող ասել։ Իրոք չեմ կարող ասել, պատկերացում չունեմ, քննարկում չի եղել, կանխատեսումներ չեմ ուզում։ Եվ այսօր հայտնի դարձավ, որ իրավապահները մտել են Նարեկ Կարապետյանի տուն, գիտենք օրեր առաջ քրեական հետապնդում հարուցվեց նրա նկատմամբ, արդյոք սա Փաշինյանի ուղիղ հանձնարարականի հետևանքն է։ Ցանկացած քաղաքացի, լրատվամիջոց, եթե տեղեկություն է հրապարակում, որի մեջ առերևույթ հանցագործության հատկանիշներ կան, դա պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից։ Գլխավոր դատախազությունը անմիջապես պետք է միջոցառումներ ձեռնարկի։ Նույնիսկ եթե դա վարչապետը չասեր, ասել սովորական մի քաղաքացի կամ ձեր թերթի ինչ-որ մի հոդվածում նման միտք արտահայտվեր, դա արդեն պետք է ստուգման ենթարկվեր եւ ստուգման արդյունքներով ձեռք բերված արդեն ապացույցները եւ փաստերը քրեական գնահատականի արժան ունեն։ Որևէ բան չկա այստեղ, զարմանալի բան չկա, ցանկացած հայտարարություն, որը առերևույթ հանցագործության մասին է, պետք է ստուգման ենթարկվի։ Դուք, այսպես ասած, ինչ-որ վախեր ունեք, որ Նարեկ Կարապետյանը ազգային ժողով է գալու։ Ընդհանրապես չունեմ վախեր, ինչից պետք է ասենք, ես ինչի պետք է վախենամ Նարեկ Կարապետյանից, ոնց կարամ ես վախենամ Նարեկ Կարապետյանից եւ ընդհանրապես իր թիմից։ Իրենց հակառակը լինի, բայց հաստատ ինչի։ Իրենց թիմակիցներն ասում էին, որ ԿՊ-ն սա դիտավորյալ է անում, որպեսզի Նարեկ Կարապետյանը ԱԺ չգնա։ Ոչ, ընդհանրապես ասեմ, իմ դիրքորոշմամբ, իմ ցանկությամբ եթե լիներ, բոլոր այդ ընդդիմության ղեկավարները, չգիտեմ, կազմակերպիչները, նրանց առաջնորդները շատ լավ կլինի, որ նա ազգային ժողով, շատ լավ կլինի։ Եթե նրանք քաղաքական թիմ են ղեկավարում, շարժում են ղեկավարում, ինչու չեն գալիս ազգային ժողով։ Ինչի՞ չի Ռոբերտ Քոչյանը գալիս ազգային ժողով, թե աշխատողները պետք է աշխատեն, իրենք իրենց համար թիրախում չհայտվեն։ Շատ եմ ուզում, որ իրենք գան ազգային ժողով, այդ թվում Նարեկ Կարապետյանը։ Շատ եմ ուզում։ Դուք պատկերացնում եք այն նույն նիստերը բովանդակային առումով, ինչ այս գումարման ազգային ժողովում էր։ Հուսամ, որ ավելի կառուցողական կլինի, թեև դրա հիմքերը չեմ տեսնում ճիշտ ասած, բայց հուսամ եւ ամեն դեպքում կոնկրետ ես եւ իմ թիմակիցները ամեն ինչ անելու ենք, որ ազգային ժողովի նիստերը, հանձնաժողովի նիստերը, քննարկումները կառուցողական բնույթի եւ դաշտում լինեն, որովհետեւ օրինակ մեր պաշտպանության հանձնաժողովում խնդիրները վերաբերում են մեր երկրի պաշտպանությանը եւ անվտանգությանը։ Այստեղ պետք է մի կողմ դրվեն քաղաքական ամբիցիաները եւ կոնկրետ խնդիրները դրվեն հանուն մեր Հայաստանի Հանրապետության։ Հուսով եմ, որ կհաջողվի մեզ մեր ընդդիմադիր գործընկերներին բերել այդ դաշտ, թեև ասում եմ, որ այդ իմ հույս ունենալու մեջ
հիմքերը բավականին քիչ։ Հա, պարոն Խաչատրյան, հանձնաժողովը ինչ էր անում խաղաղ պայմաններում բանակում ավան դեպքերը նվազեցնելու առումով, որովհետև ինչպես նկատում ենք, չի ստացվում լուծելի վերջո այդ հարցը։ Իմ կարծիքով հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որպեսզի օգնի պաշտպանության գերատեսչության այս հարցում, որովհետև տեսեք, մեր պաշտպանության նախարարության այս հարցում թողել ենք միայնակ։ Ողջ հանրության մեջ թվում էր, թե ամեն ինչի պատասխանատու պաշտպանության նախարարությունը, բայց ոչ։ Այստեղ գործ ունեն անելու կրթական օջախները, ընտանիքները, փողոցից սկսած։ Հիմա տեսեք, մարդը գուցե խեղված հոգեբանությամբ, քրեական ենթամշակույթի գրող հոգեբանությամբ մտնում է բանակ, չէ, զինված ուժեր, եւ մի քանի ամսում տեղի են ունենում ինչ որ հանցագործություններ եւ դժբախտ պատահարներ։ Լավ, բանակը ինչ մեղք ունի, որ այդ մարդը ժամանակին չի դաստիարակվել դպրոցում, չի դաստիարակվել ընտանիքում, չի դաստիարակվել հանրության մեջ եւ եկել հասել է բանակ։ Բանակը արդեն ինքը ժամանակ չունի մարդկանց դաստիարակելու, ինքը դաստիարակում է, այո, բայց այդ ժամանակը չունի, որ սոցիալական առաջնային խմբերում բաց թողած պրոցեսները ինքը կարողանա 20 տարվա, 10 տարվա պրոցեսը լրացնի։ Հետևաբար դե բանակին պետք է բաց չթողնենք եւ ես կարծում եմ հանձնաժողովը պետք է ստեղծի լուրջ փորձագիտական հարթակ, որտեղ պետք է ներգրավեն նաեւ միջազգային փորձագետները այս հարցում, որտեղ մեր երկրում չի այս խնդիրները եղել, տարբեր տեղեր եղել են եւ կան վերլուծություններ եւ փորձագիտական լուրջ օգնություն ցույց տան կառավարությանը եւ բանակին, որի մեջ կներառվեն բոլոր ուղղությունները, կրթություն, չգիտեմ, բարձրագույն կրթության ոլորտ, հոգեբանության, գուցե հոգեբանների ինստիտուտի ներդրում պետք է լինի որոշակի հաստատություններում։ Դա ձեր կարծիքն է, թե քննարկել եք։ Չէ, դա իմ կարծիքն է։ Պատրաստում եք ներկայացնել։ Դե ես իմ կարծիքը հայտնելու եմ եւ որոշ առումով էլ այո հայտնել եմ պաշտպանության նախարարին, որ մենք պետք է նեցուկ լինենք ողջ հանձնաժողովով պաշտպանական գերատեսչությանը եւ օգնություն ցույց տանք այս հարցի լուծման համար։ Շնորհակալություն։